Օպրա Ուինֆրին ամենաազդեցիկ, բայց միևնույն ժամանակ ամենաերկերեսանի հաղորդավարուհին է, եւ շուտով դուք դրանում կհամոզվեք։ Նրա կարիերայի մութ դրվագներից մեկը Աֆրիկայի աղջիկների դպրոցի շուրջ պատմությունն էր, որտեղ տեղի էին ունենում դաժան վերաբերմունքի դեպքեր, իսկ որոշ աշակերտուհիներ անգամ անհետանում էին առանց հետքի։ Վերջերս հայտնի рэպերներից մեկը հայտարարել է, որ Օպրան է որոշում, թե ով կստանա իր ոլորտում ամենամեծ պարգևները, իսկ ով կմնա ստվերում։ Եվ համաշխարհային աստղերը ընդհանրապես դադարել են նրա հետ շփվելուց։ Ուստի եկեք պարզենք, ով է իրականում Օպրա Ուինֆրին, հեռուստատեսության լեգենդ, թե մարդ, որին վաղուց այլևս չի կարելի վստահել։ Ողջույն եւ բարի գալուստ Մալիք, ես Անահիտն եմ։ Այսօրվա հոլովակը նվիրված է Ամերիկայի ամենաազդեցիկ կանանցից մեկին, եթե ոչ ամենաազդեցիկին, Օպրա Ուինֆրին։ Մի կնոջ, ումով կարելի է հիանալ կամ էլ կարելի է զարմանալ, թե ինչպես կարող է մարդ հարվածը լինել երկերեսանի, ստախոս եւ եսասեր։ Մի մարդու, ով որ բացել է շատ սևամորթների համար ճանապարհ դեպի կարիերա եւ շատ հեշտությամբ իր ազդեցության շնորհիվ այդ նույն սևամորթների համար փակել է կարիերայի հասնող բոլոր դռները, ստիպելով նրանց ավելի շատ խորտակվել անդունդում։ Հոլովակը շատ հետաքրքիր է լինելու, ես վստահ եմ, որ դուք այն կհավանեք, ուստի արդյունից կարող եք դնել ձեր լայքերը, եթե նոր եք իմ ալիքում կարող եք բաժանորդագրվել, քանի որ տարին սկսվել է։ Իսկ դա նշանակում է, որ հոլովակների շարքը շատանում է։ Մենք ուսումնասիրելու ենք այս տարի շատ հայտնի աստղերի, նրանց անձնական կյանքը, լիքը բամբասանքներ եւ դավադրության տեսություններ։ Այնպես որ շատ հետաքրքիր է լինելու։ Դե ինչ սկսենք։ Օրպա Գել Ուինֆրին ծնվել է 1954 թվականի հունվարի 29-ին Ամերիկայի Միսիսիպի նահանգում։ Ի սկզբանե նրա անունը եղել է Օրպա։ Անունը նվիրված է եղել աստվածաշնչյան հերոսուհու։ Սակայն ըստ Օպրայի նա փոխել է իր անունը, քանի որ այն դժվար էր հնչում եւ ավելի հեշտ էր Օպրա տարբերակը։ Իսկ տարածված շշուկների համաձայն նրա անունը շփոթել են ծննդատանը եւ մանկաբարձուհին, երբ որ փորձել է գրանցել նրա անունը, շփոթել է երկու տառերի տեղերը։ Բայց Օպրան հերքում է այդ լուրերը, ասելով, որ մարդկանց ավելի հեշտ է իրեն ընդունել որպես Օպրա, քան թե Օրպա։ Օպրան ծնվում է շատ աղքատ ընտանիքում Ամերիկայում այն ժամանակներում, երբ ռասիզմը իր գագաթնակետին էր։ Նրա մայրը 18 տարեկան էր ծննդաբերության ժամանակ։ Երբ Օպրան նոր է ծնվում, մայրը թողում է երեխային տատիկի մոտ եւ գնում է աշխատելու որպես սպասուհի մեկ այլ նահանգում։ Աղջիկը 3 տարի մեծանում է տատիկի հետ։ Հայրը նրա հետ չէր, քանի որ նա ծառայում էր Ամերիկայի ռազմածովային ուժերում։ Այդ իսկ պատճառով երեխան մեծանում է տատիկի հետ։ 3 տարեկանից տատիկը նրան սովորեցնում է գրել եւ կարդալ։ Նրա մեջ սերմանում է սեր դեպի կրթությունը։ 7 տարեկանում Օպրան վերջապես կարողանում է հանդիպել իր մորը եւ ապրել իր մոր հետ։ Սակայն 8 տարեկանում Օպրան մորից թաքուն գումար է գողանում եւ տեղափոխվում է հոր մոտ։ Բայց հասկանալով, որ հոր մոտ նրան այդքան էլ լուրջ չի գալիս, նա տեղափոխվում է կրկին մոր մոտ։ Եվ սա նրա կյանքի ամենասխալ քայլերից մեկն էր, քանի որ ըստ Օպրայի 9 տարեկանում նրան բռնաբարում է իր զարմիկը։ Եվ մինչև 13 տարեկանը Օպրային բռնաբարել են նրա համարյա թե բոլոր տղամարդ բարեկամները, նրա քեռիները, նրա մոր սիրեկանները։ Ինչի արդյունքում 13 տարեկանում Օպրան հղիանում է իր քեռից եւ ծննդաբերում։ Երեխան մահանում է ծնվելուց մի քանի ժամ անց։ Այս դաժան դեպքերից հետո, երբ Օպրան հասկանում է, որ իր մայրը իրեն ոչինչ չի կարող տալ, անգամ ամենահասարակ պաշտպանությունը, նա տեղափոխվում է հոր մոտ։ Հայրը նրան մեջ կրկին սերմանում է սեր դեպի ուսումը, քանի որ Օպրան չէր սովորում այդ ընթացքում։ Հայրը նրան տեղավորում է դպրոց։ Նա սկսում է սովորել, նա սկսում է կարդալ եւ իր լավ առաջադիմության շնորհիվ նրան տալիս են համալսարան ընդունվելու հնարավորություն, այն էլ անվճար սևամորթ աղջկան։ Այն ժամանակներում, երբ որ Ամերիկայում տիրում էր ռասիզմը, երբ որ բաժանված էին ամեն ինչ սպիտակների եւ սևերի։ Դպրոցում սովորելու տարիներին Օպրան մասնակցում է մրցույթի Miss Հրշեջ Ամերիկային։ Նա լինելով միակ սևամորթ աղջիկը սպիտակամորթների միջից հաղթում է մրցույթը, քանի որ ժյուրի անդամներին դուր է գալիս նրա պատասխանները։ Այս մրցույթում իրեն լավ դրսևորելու ժամանակ Օպրային նկատում է ռադիոալիքներից մեկի տնօրենը հրավիրում է Օպրային իր մոտ, որպեսզի շաբաթ եւ կիրակի օրերին լրություններ կարդա մարդկանց համար։ Օպրան դեռ անչափահաս է։ Օպրան ընդունվում է համալսարան, բայց չի ավարտում այն, քանի որ կեսից հասկանում է, որ նա ստացել է այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր, ավելին համալսարան իրեն տալ չէր կարող։ Նա արդեն վարում էր հեռուստաշոու։ Նա առաջին կին սևամորթ կինն է եղել, ով որ վարել է Ամերիկայում հեռուստաշոու չէ, լուրեր է վարել եւ եղել է լրագրող։
Նա բազմաթիվ դեպքի վայրեր է գնացել եւ որ աղետների տեղ է եղել, նա պարզապես դիմել է տնօրենության, ասել է, որ իր հոգեկան վիճակը թույլ չի տալիս նման բաները տեսնելու եւ խնդրել է, որպեսզի նրան տեղափոխեն մեկ այլ հեռուստաալիք։ Նա տեղափոխվում է այլ հեռուստաալիք եւ վարում է թոք շոու։ Մասնակցությամբ թոք շոուն հետագայում փոխում է թոք շոուների ամբողջ պատմությունը։ Նա փոխում է թոք շոուների ընթացքը։ Տեղափոխվելով Չիկագո, ճիշտ է ցածր վարկանիշով հեռուստաալիք, նա կարողանում է այնտեղ ունենալ իր սեփական շոուն՝ The Oprah Winfrey Show-ն։ Ծրագրի պրեմիերան կայանում է 1986 թվականին եւ հեռարձակվում է 138 քաղաքներում։ Առաջին 2 տարիների ընթացքում շոուի եկամուտը գերազանցել է $125 միլիոն, ինչը Օպրային դարձնում է ամենաբարձր վարձատրվող հեռուստահաղորդավարը եւ առաջին սևամորթ կին միլիոնատերը։ 1993 թվականին նրա շոուն ճանաչվել է որպես ամենատարածվածը ԱՄՆ-ում եւ հեռարձակվել է 64 այլ երկրներում։ Հեղինակավոր ամերիկյան The Guide ամսագիրը շոուն ներառել է ամերիկյան 50 լավագույն ծրագրերի ցանկում։ Նախագիծը տևել է մինչև 2011 թվական, երբ Ուինֆրին որոշել է չեղարկել այն։ 30 տարիների ընթացքում Օպրայի շոուին մասնակցել են հարցազրույցների, ներկայացել են շատ հայտնի եւ ազդեցիկ մարդիկ, սկսած երաժիշտներից, երգիչներ դերասաններից, ավարտված մինչև Ամերիկայի նախագահներով։ Ի դեպ, Օպրան հետագայում կդառնա Բարակ Օբամայի վստահելի անձը, բայց չենք անցնում առաջ, ամեն ինչը հերթով։ Օպրան իր հարցազրույցներին հրավիրում է այնպիսի լեգենդար անձնավորությունների, որոնք հարցազրույցներ չէին տալիս, կամ եթե տալիս էին, ապա դադարեցրել էին։ Օրինակ Մայքլ Ջեքսոնին, երբ 90-ականներին Մայքլին վրա տարածված էր այնպիսի մի մեծ քանակի հետ, որը աննկարագրելի է։ Նրան մեղադրում են մաշկի գույնի փոփոխության, ինչպես նաև երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների եւ քթի կեղծ լինելու մեջ։ Օպրան, որպես շատ խելացի լրագրող, որպես կոբրա, հաղորդման առաջին հատվածում Մայքլին տալիս է այնպիսի գովասանքի խոսքեր, այնպիսի ջերմ խոսքեր, Մայքլը մի փոքր թուլանում է եւ Օպրան սկսում է խայթել։ Նա տալիս է այնպիսի հարցեր, այնպիսի նեղ անձնական հարցեր, որպեսզի ստանա պատասխանները, որպեսզի շոուն ռեյտինգներ ունենա։ Եվ կարելի է վստահորեն ասել, որ հենց այս հարցազրույցի պատճառով Մայքլի բարի համբավը լրիվ տապալվեց գետնին, որովհետև Օպրան այն ներկայացրել էր լրիվ այլ կերպ։ Ի դեպ հարցազրույցում Մայքլին, երբ որ նա հարցնում է. Արդյոք դու կույս ես, արդյոք դու երեխաների հանդեպ սեռական ոտնձգություն ես արել, փոխել ես մաշկի գույնը, քանի վիրատություն ես արել, ինչի վիրատություն ես արել, Մայքլը նրան պատասխանում է այսպես. Մայքլի խոսքերն եմ ցիտում. երբ որ ես հանդիպեի, ունենայի հնարավորություն հանդիպելու Միքելանջելոյի հետ, ես նրան չէի հարցնի, թե դու որտեղ ես ապրում, ինչ ես սիրում։ Ես կհարցնեի նրան, թե դու ինչով ես ոգեշնչվում, կհարցնեի նրան հետաքրքիր եւ կարեւոր ինֆորմացիաներ արվեստի մասին, որովհետեւ նա հանճարեղ մարդ էր։ Ինչու են բոլորը ուզում ինձ նմանատիպ նեղանձնական հարցեր տալ։ Չկան այլ հարցեր։ Իդեալական է ասում Մայքլը, բայց դե Օպրային դա ընդհանրապես չի տրվում, նա սկսում է նորից իր կեղտոտ գործ եւ կեղտոտ հարցերը։ Օպրային հյուր է գալիս նաեւ Ուիթնի Հյուսթոնը, ով այդ ժամանակ տառապում էր թմրամոլությունից եւ մի քանի անգամ նրան անգամ տեղափոխել էին հատուկ հաստատություններ, որպեսզի նա վերականգնվի։ Ուիթնի Հյուսթոնը մի փոքր կոտրված, կաշկանդված, նիհարած եկել էր հարցազրույց տալու Օպրային եւ Օպրան նրան ինչ էր անում։ Տակտ, անշնորհք հարցեր է տալիս, անգամ հարցնում է, թե նա ինչ կարգի թմրանյութեր է օգտագործել, անուններն է կորզում նրանից։ Բայց ավելի դաժան էր, չգիտեմ, դաժանության առումով որն է դաժանը, բայց երբ որ երիտասարդ Մերի Քեյթ եւ Էշլի Օլսոնները գնում են հյուր Օպրային, նա Մերի Քեյթին, ով որ տառապում էր սննդային խանգարումներից, հարցնում է աղջկան, թե նա որ չափսն է, հագնում։ Մերի Քեյթը նրան պատասխանում է, որ դա այդքան էլ կարևոր չի իր համար եւ Օպրան սենց զարմացած, հա, ինչ հետաքրքիր է։ Այսինքն նա բուլինգի է ենթարկում խեղճ աղջկան, ով որ արդեն իսկ ուներ խնդիրներ առողջության հետ կապված եւ սնունդը ընդունելու հետ կապված։ Իդեպ Օպրան նիհարներին չէր սիրում, քանի որ ինքը բավականին գեր էր եւ երկար տարիներ պայքարում էր նիհարելու համար, իսկ վերջերս էլ նրան մեղադրում են Օզեմպիկի չարաշահման մեջ, ինչի պատճառով նա շատ է նիհարել, բայց բնականաբար հերքում է դա։ Մի խոսքով նա կարողանում է ոչ միայն կայացած մարդկանց ճնշել, նվաստացնել, այլ նաև երիտասարդներին։ Իր շոուն վարելու ժամանակ, մոտավորապես 90-ականներին, երբ ամերիկացիները պատրաստ էին գնել ամեն ինչ, մենակ թե դրա մասին խոսեք, Օպրան անում է մի բան, որը որ կոչվում է Օպրայի էֆեկտ, հիմա դրանից օգտվում է եւ Թե Քեյթը, եւ Մեգանը չեն օգտվում,
Պարզապես դա այդպես է կոչվում։ Քեյթի էֆեկտ, Մեգանի էֆեկտ կամ Օպրայի էֆեկտ։ Հիմնականում Օպրա եւ Քեյթն է գործում այստեղ։ Քեյթը դա Ուելսի արքայադուստրն է։ Այսինքն, ինչ խորհուրդ է տալիս Օպրան, դա ամերիկացիները գնում են։ Կապ չունի ինչ։ Օպրայի խոսքը կշիռ ուներ, նրան հավատում էին բոլորը։ Ինչ ասեր Օպրան, ուրեմն ճիշտ էր ասում, լավ էր ասում, դա պետք է առնել։ Այդ ընթացքում Օպրան բացում է գրքասերների ակումբ, գիրք կարդացողների ակումբ։ Դա ինչ որ առումով լավ է, քանի որ հնարավորություն է տալիս մարդկանց նորից կարդալու։ Երբ որ ակումբը արդեն գոյություն ունի, Օպրան բնականաբար մարդկանց ներկայացնում է իր սիրելի գրքերը։ Այն գիրքը, որ նա խորհուրդ է տալիս մարդկանց կարդալ, ընդամենը 1 րոպեում դառնում է բեսթսելեր։ 1 րոպեում, ոչ թե 1 օրում, 1 ամսում, 1 տարում, 1 օրում, 1 օրում։ Նրա խոսքը մեկ այլ կարգի կշիռ ուներ։ Ինչպես նաև նա կարողանում է այնպիսի գրողների ներկայացնել, ովքեր որ ընդհանրապես անտաղանդ են եւ շատ ստր են հորինել այդ ճանապարհին հասնելու համար։ Նրանց էլ է Օպրան բերել իր շոու ծրագիր եւ ստորացրել։ Բայց ինչն է ամենավատը, լավ, գիրք կարդացողներին կամ գիրք գրողներին թողնենք մի կողմ, ամենադաժանը, երբ որ մարդուն խաբում են իր առողջության հետ են խաղում, չէ՞, երբ որ քեզ խաբում են, որ կբուժեն ու խաղում են քո հավատքից, որտեվ մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ, ամեն ինչից են կարճում միայն թե առողջանան։ Ինչ անում Օպրան։ Օպրան իր մոտ հաղորդումներին հրավիրում է բժիշկների, ովքեր ունեն լիցենզիա, բայց չունեն աշխատելու իրավունք, ովքեր խախտել են շատ իրավունքներ, ովքեր մարդկանց բուժում են ոչ բնական միջոցներով, այսինքն ոչ ընդունված տարբերակներով, այլ տնական խոտերով։ Դա կոչվում է շարլատանություն, խաբեբայություն։ Օպրան նրանց շատ լավ գովազդում էր իր հեռուստաշոուների նախագծում, անգամ Դոկտոր Օզին նա տալիս էր առանձին ռուբրիկա իր հաղորդման մեջ։ Մոտ 7 տարի Դոկտոր Օզը եղել է մշտական համահաղորդավար Օպրայի հետ։ Օպրան նրան սարքել է երկրի գլխավոր բժիշկ։ Նա ամենահայտնի բժիշկն է, նա կարողանում է բուժել մարդկանց, այսպես այնպես այնպես, ու այդպես։ Հետո պարզվում է, որ նա շարլատան է եղել։ Մեկ այլ հոգեբանի, որ մարդկանց բուժում էր, ով նաև խառնված էր Բրիտնի Սպիրսի հոգեկան վիճակի հետ, կրկին շարլատան հոգեբան, հետագայում պարզում են, թե նա ով է եղել, եւ Օպրան ասում է. «Ես չգիտեի, ինձ կներեք, ինձ խաբել են»։ Всё, Օպրան ասեց, վերջ մարդիկ Օպրային հավատում են։ Անգամ նման հարցերում Օպրային հավատում են։ Իսկ Օպրան այդ ընթացքում ինչ արել։ Գումար է աշխատել։ Մարդկանց հավատի հաշվին գումար է աշխատել։ Օպրա Ուինֆրին 1986 թվականին հիմնադրել է իր սեփական Harpo Productions պրոդյուսերական ընկերությունը իր հիթային թոք-շոուի լիակատար վերահսկողությունը ստանձնելու համար, ինչը նրան թույլ է տվել այն վերածել մեդիա կայսրության, պրոդյուսերավորելով ֆիլմեր և սերիալներ, իսկ ավելի ուշ ստեղծելով իր սեփական հեռուստալիքը OWN-ը Oprah Winfrey Network։ Նա դարձել է այսպիսով մեդիա բիզնեսի ամենաազդեցիկ կանանցից մեկը։ Ամենամեծ սկանդալը կապված Օպրայի հետ դա նրա հատուկ դպրոցն է աղջիկների համար, որը բացվում է Աֆրիկայում Նելսոն Մանդելայի հովանավորությամբ։ Խեղճ մարդը օգնում է, որպեսզի լավ կենտրոն բացվի աղջիկների համար, բայց Օպրան ընտրում է 150 հոգի անապահով ընտանիքից աղջիկների, տալիս է նրանց ապաստարան դպրոցում։ Դպրոցը շուրջօրյա է, այսինքն նման է գիշերօթիկի, բայց ծնողներ իրավունք չունեն երեխաներին տուն տանելու, միայն պետքա զգուշացնեին, ստանային թույլտվություն, եւ եթե չէին ստանում թույլտվություն, անգամ հնարավորություն չունեն աղջիկներին տուն տանելու, Աֆրիկայում դա նորմալ է, շատերը զբաղված են, ունեն շատ հոգսեր եւ այդքան էլ ջերմ չեն երեխաների համար, որ մտածեն երեխես այնտեղ մենակ է, հիմա տառապում է, չէ, շատերի համար դա որպես ծնող մտածում են, որ երեխան կստանա ուսում ու կունենա հնարավորություն մեկնելու Ամերիկա եւ լավ կյանք ունենալ։ Մեղադրելու չի։ Դպրոցը բացվելուց կես տարի հետո տարածվում է մի ինֆորմացիա, որ աղջիկներից մեկին, ուսուցիչներից մեկը կինը, սեռական բնույթի վատ վարք է ցուցաբերել։ Դատ է գնում, ուսուցչուհին հաղթում է, այսինքն նա ճանաչում է անմեղ։ Մի քանի տարի հետո այդ նույն ուսուցչուհին դատ է տալիս Օպրային, որպես բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում նրանից, քանի որ այդ դատից հետո նա չի կարողանում գտնել իր տեղը հասարակության մեջ եւ աշխատանք։ Օպրան նրան հրավիրում է իր տուն, խոսում են իրար հետ, պայմանավորվում է, որ դատը պետք է չեղարկել։ Եվ ուսուցչուհին, նախկին ուսուցչուհին գրպանները լավ լցրած գնում է դատարան, հետ է վերցնում իր հայտը։ Թեման փակվում է, բայց դպրոցը մնում է այդպես էլ
չգիտեմ ոնց նկարագրեմ։ Աղջիկները հաճախակի բողոքում են նրանից, որ իրենց հանդեպ սեռական մտահոգություններ են կատարում թե պահակները դպրոցի, թե ուսուցիչները եւ թե այլ աշխատողներ։ Աղջիկներ են անհետանում դպրոցներից։ Անչափահաս աղջիկները անհետանում են, չկան, գոյություն չունեն եւ նրանցով ոչ ոք չի հետաքրքրվում։ Դա Աֆրիկան է, որտեղ մարդկանց համար մարդիկ այնքան շատ են, որ մեկը մեկով չի հետաքրքրվում։ Այս թեմային ոչ ոք չի անդրադառնում, ոչ պետությունը, ոչ կառավարությունը, ոչ մի ընկերություններ։ Այնուհետև աղջիկներից մեկի 15 տարեկան աղջկա պայուսակում գտնում են մահացած երեխայդի, նորածնիդի։ Աղջիկը ծննդաբերել է եւ երեխան մահացել է։ Նա փորձել է թաքցնել պայուսակում։ Երբ որ սկսեցին նորություններ տարածվել այս անհետացումների մասին աղջիկների, շատերը դա կապեցին Հարվի Ուեյնշտեյնի եւ Ջեֆրի Էփշտեյնի հետ, քանի որ Օպրան նրանց լավագույն ընկերուհին էր։ Մտածում եմ, որ այս ճանապարհով, քանի որ կա արդեն իսկ նման մեխանիզմ, որ հատուկ դպրոցներ են կառուցում աղջիկների համար, աղջիկներն անհետանում են, ուր են գնում, աղջիկներին տալիս են սեռական ստրկության։ Հիմա մտածում եմ, որ Օպրան այդ աղջիկներին իր դպրոցի հանձնել է Ուայնշտեյնին կամ Էփշտեյնին նման ծառայություններ մատուցելու համար։ Դատ չի գնում, հետաքննություն չի գնում, բոլորը թքած ունեն դրա վրա։ Այդ թեման ուղղակի փակվում է, բայց շատերն են խոսում արդեն իսկ այդ մասին։ Այդ իսկ պատճառով Անջելինա Ջոլին ընդհանրապես չի աջակցում Օպրա Ուինֆրին, քանի որ Անջելինան իր ամբողջ կարիերայի ընթացքում իր վաստակած գումարի մեծ մասը տրամադրել է Աֆրիկայում ապրող երեխաներին, ոչ միայն աղջիկների, երեխաների առողջության համար, նրանց ուսման համար, նրանց տանիքը ապահովելու համար։ Իսկ Օպրան ուղղակի գումար է աշխատել։ Իդեպ Օպրայի լավագույն ընկերներից մեկը դա մեզ բոլորիս հայտնի Փիդիդին է։ Օպրան իր շոուներում բազմիցս անգամ գովազդել է Դիդիի խնջույքները սպիտակ, անգամ մասնակցել է դրանց, հպարտորեն մասնակցել եւ այնուհետև ընկերների մոտ դրա մասին կիսվել է։ Այդ ընթացքում, երբ որ նա ունենում է բազմաթիվ լավ ընկերներ, գործընկերներ, նա դառնում է Ամերիկայի ամենազդեցիկ կինը ոչ միայն հանրության շրջանում, այլ նաև նեղ մասշտաբներում։ Նա է որոշում, թե որ դերասանն է առաջ գնում։ Քանի որ ուներ իր պրոդյուսերական ընկերությունը, նա շատերին օգտագործում էր։ Քանի որ ինքը շատ ժլատ էր, չէր տալիս, օրինակ Մոնիկ դերասանուհին, որ Օսկար էր ստացել, նա Մոնիկին ստիպում էր, որպեսզի աղջ աղջիկը անվճար մասնակցի պրոմոարշավներին եւ իր գրպանից դնի թռիչքների գումարը, այսինքն օդանավի գումարը վճարի այդ աղջիկը, ոչ թե Օպրայի ընկերությունը, նա շատ ժլատ էր։ Այնուհետև շատ ինֆորմացիաներ են տարածվում դրա մասին, բայց ինչի վրա եմ ուզում կենտրոնանալ, նույն Մոնիկը, երբ որ ստանում է Օսկարը, պատմել է հարցազրույցներից ժամանակ, Օսկարից հետո, որ փոքր ժամանակ նրան բռնաբարել է իր եղբայրը, երբ որ նա պատմել է իր մոր այդ մասին, ոչ ոք նրան չի հավատացել եւ անգամ չի աջակցել, անվանել են սուտախոս։ Սա մեծ տրավմա է պատճառել նրան, ես չեմ ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվում խղճ աղջկա գլխում, երբ որ նա հասկանում է, որ կանգնած է։ Մի խոսքով, սա առանձին թեմա է։ Մոնիկին զանգահարում է Օպրան, ասում, որ եղբայրն է, Մոնիկի եղբայրը զանգահարել է իրեն Օպրային, խնդրել է, որպեսզի տա նրան եթերային ժամ, քանի որ ուզում է ներողություն խնդրել իր քրոջից եւ պատմել, թե ինչպես ամեն ինչ տեղի ունեցել։ Մոնիկն ասում է, ես չեմ ցանկանում նրան տեսնել, ես չեմ ցանկանում այդտեղ գալ, բայց տուր նրան ժամ, վերցրու նրանից հարցազրույց։ Եղբայրը գալիս է Օպրային հարցազրույց տալու։ Նրա հետ գալիս է նաեւ նրա մայրը, Մոնիկի մայրը։ Եվ պատմում են, որ Մոնիկը ստախոս է, որ նման բան տեղի չի ունեցել, մայրը ասում է, որ նա իր վրա ուշադրություն է ուզում գրավել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս հարցազրույցից հետո Մոնիկի կարիերան ընդհատվում է։ Վերջ, նրան այլևս ոչ մի առաջարկներ չեն գալիս կինոյից, Օսկարակիր դերասանուհին չի ստանում ոչ մի դերի առաջարկ, անգամ երրորդ, չորրորդ պլանի։ Հուսահատված նա ստիպված դառնում է ստենդափեր եւ իր բոլոր ստենդափներում անիծում է Օպրային եւ դրա պրոդյուսերական ընկերությունը։ Դաժան է։ Օպրան այդպես կարող է քայքայել մարդկանց կարիերան։ Նա նույնքեր ցանկացել է վարվել 50 Cent-ի հետ, բայց նրա մոտ դա չի ստացվել, իդեպ 50 Cent-ը ցանկանում է նկարահանել հատուկ ֆիլմ, որտեղ կբացահայտի Օպրայի իրական դեմքը, իդեպ նա ունի շներ 50 Cent-ը, որի շատ տգեղ շներ են իրականում, նշան մեկի անունը Օպրա է, մյուսինը Գեյլ։ Գեյլը դա Օպրայի ամենամտերիմ ընկերուհին է, իդեպ շատերը կասկածում են, որ Օպրան եւ Գեյլ Կինգը սիրային հարաբերությունների մեջ են, որ նրանք համասեռամոլներ են։
Բայց Օպրան հերքում է այդ փաստը, ասելով, որ նա արդեն 30 տարի ընկերություն է անում, հանդիպում է իր քաղաքացիական ամուսնու հետ, նրանք չեն ցանկանում ամուսնանալ եւ այլն եւ այլն եւ այլն, հերքում է այդ փաստը, բայց փաստը մնում է փաստ, որ Օպրան շատ մտերիմ է իր ընկերուհու հետ, քան իր ամուսնու։ Պետք էր մեզ ներխուժել նրա անձնական կյանք։ Իհարկե, պետք էր ինքը, եթե կարողացել է կեղտոտ ոտքերով մտնի շատ հայտնիների կյանք ու նսեմացնել նրանց, մենք էլ պետքա դա անենք։ Թե չէ որ։ Հեռուստահաղորդավարի հարցազրույց Արքայազն Հարի եւ Մեգանի հետ 21 թվականին մեծ իրադարձություններ։ CBS հեռուստաընկերությունը Winfrey Harpo Productions պրոդյուսերական ընկերությունը 9 միլիոն դոլար էր վճարել հեռարձակման իրավունքի համար։ Սակայն զույգին ոչինչ չէր տրվել, այսինքն Հարին եւ Մեգանը անվճար են խայտառակ եղել։ Ճիշտ է, հարցազրույցի հեռարձակման պահին այն դիտել են 17 միլիոն մարդ, բայց դա ոչ թե Օպրայի շնորհքն էր, այլ կարելի է ասել Մեգանի եւ Հարի, քանի որ շատերն էին ուզում իմանալ, թե ինչ է կատարվում թագավորական ընտանիքում։ Այն բնականաբար հայտնվում է Google Trends-ում մի քանի շաբաթ։ Սակայն այս հարցազրույցի մասին ավելի շատ ինֆորմացիա կստանաք իմ այս հոլովակում, ես չեմ խորանում սրա շուրջ, մենք անցնում ենք առաջ։ Ի դեպ, Օֆրա Ուինֆրին առաջին սևամորթ կինով դարձել է միլիարդատեր, որի կարողությունը 21 թվականի դրությամբ գնահատվում է 26 միլիարդ դոլար, ավելի քան շոու բիզնեսի որևէ այլ կնոջ կարողությունը։ Հեռուստալրագրողին են պատկանում կինոստուդիա, ամսագիր, Oprah.com կայքը, ռադիոընկերություն, գրախանութ եւ սեփական մալուխային ալիք։ Երբ որ խոսում է նախագահների մասին, մոռացա շեշտել, որ անգամ Օպրայի անունով օրենք գոյություն ունի։ Այսքան Օպրայի կյանքի մասին։ Հուսով եմ, որ հավանեցիք հոլովակը, ձեզ համար այն ինչ-որ չափով հետաքրքիր էր։ Ես կսպասեմ ձեր մեկնաբանություններին։ Ինձ հետաքրքիր, արդյոք դուք ճանաչում եք Օպրային կամ լսել եք նրա մասին ինչ-որ բաներ, գիտեք, թե նա ով է, թե ինչ ոտ բաներ է արել։ Քանի որ Օպրան այդքան էլ տարածված չէ մեզ մոտ, նա հաղորդավարուհի է Ամերիկայի համար, ոչ թե մեզ համար, բայց նրա հաճախակի հայտնվում է լուրերի մեջ։ Էսպեսով ավարտում ենք հոլովակը։ Ես հուսով եմ, որ այն ձեզ դուր եկավ, ես հուսով եմ, որ դուք լավ ժամանակ անցկացրեցիք ինձ հետ։ Մենք շատ շուտով կհանդիպենք։ Լավ մնացեք։